Նրանց մասնագիտությունը աշխարհում ամենակարևորներից մեկն է։ Բոլոր ժամանակներում բուժաշխատողները եղել են հերոսներ, կյանքի համար պայքարող և մահին հաղթող հրաշագործներ։ Կողքից հեշտ թվացող, բայց իրականում խիստ բարդ և պատասխանատու այս մասնագիտությունը ստիպում է բուժաշխատողներին իրենց կյանքը նվիրել աշխատանքին և միշտ առաջնահերթություն տալ հիվանդների բուժմանը։ Բժշկի մոտ հաղորդաշարը գտնվում է Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունում, որտեղ որոշումները ընդունվում են վայրկյանների ընթացքում։ Անքուն գիշերներ, անձնվեր աշխատանք, անմնացորդ նվիրում յուրաքանչյուր մարդկային կյանքի նկատմամբ։ Այստեղ սպիտակ խալաթի նվիրյալները բաժանմունքի ղեկավար Հայկ Անտոնյանի գլխավորությամբ 24-ժամյա գրաֆիկով պայքարում են մարդկային կյանքի և առողջության համար։ Բարձր որակավորում ունեցող ընդհանուր պրոֆիլի բժիշկները և նեղ մասնագետները գործում են համատեղ և համակարգված, ապահովելով ճիշտ ախտորոշում և արդյունավետ բուժման կազմակերպում։ Յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում, հիմնված բժշկական լավագույն պրակտիկայի վրա։ Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը լիարժեքորեն ապահովված է որակյալ մասնագետներով, անհրաժեշտ տեղորայքով, ժամանակակից սարքավորումներով, ցանկացած պահի պատրաստ հիվանդին ցուցաբերելու առաջին անհրաժեշտ օգնությունը, միայն թե մեկ մարդկային կյանք ավել փրկվի։ Շնորհակալ եմ, որ մեր վրա ընդհանրապես ուշադրություն են դարձնում, շատ հաճախ այսպիսի հանդիպումներ չենք ունենում, ընդհանրապես ամբողջ աշխարհում է տենց, որ մեր ծառայությունները մի քիչ համարվում են կուլիսներից այն կողմ։ Այո, բախկված մասնագիտությունների մասին է խոսքը։ Ինտենսիվ թերապիան, անեստեզիոլոգիան, ռադիոլոգիան, այդ մասնագետները մեծ աշխատանք են կատարում, բայց իրանք ինչ-որ միտեղ մնում են ստվերում և լաբորատոր ծառայությունները, ոնց որ թե ծառայությունների աշխատանքը ակնառու չի, բայց մասնագետները գիտեն, բնականաբար մենեջերները գիտեն, ով ինչ է անում և ով ինչպես է օգնում ընդհանուր բժշկագիտությանը կամ այս մասնագիտությանը, որպեսզի նպաստենք պացիենտի կյանքի և առողջության համար։ Ծառայությունը մեր բազմաշերտ է, ճիշտ է, ինքը իրականում անհետաձգելի բուժօգնության մասին է ծառայությունը, որպեսզի ժամանակ չկորցնեն պացիենտին մասնագիտական օգնություն ցույց տալ, կշռադատված, երբեմն ինքը պետք է լինի շատ արագ կտրուկ գործողությունների շղթա, երբեմն պետք է լինի հավասարակշռված, մտածված, հանգիստ իրականացվող բժշկական օգնություն։ Բայց մենք իրան անվանում ենք անհետաձգելի բուժություն, երբ որ պացիենտին շտապ օգնության մեքենաները մոտեցնում են, մենք պետք է շատ արագ արձագանքենք և չկորցնենք թանկարժեք ժամանակ, որը երբեմն կարող է լինի նաև վայրկյաններ։ Դրա համար պետք է ունենանք ճիշտ նախապատրաստված թիմ, սա թիմային աշխատանք է և սինխրոն ամեն մարդ պետք է հասկանա կրիտիկական իրավիճակում իր աշխատանքի գործողությունների շղթան, չափը, ինչ պետք է անի, ինչ արագությամբ ու որտեղ վերցնի, որտեղ դնի։ Մենք երբեմն դա այնքան ենք հստակեցնում, որպեսզի մարդու ենթագիտակցության մեջ մտնի, այնքան վարժվի, այնքան տրենինգի ենթարկվի մասնագետը, որ ինքը կրիտիկական իրավիճակում ժամանակ չի ունենալու մտածելու և ինքը ենթագիտակցական մակարդակի պետք է անի գործողությունների շղթա, ինչ-որ շարժումներ։ Եվ դա պետք է գումարումը այդ թիմային աշխատանքի շարժումների գումարումը կրիտիկական իրավիճակի ժամանակ բերելու է էֆեկտի։ Էֆեկտը կյանքի պահպանման, ոչ թե ասենք այդ պահին մենք անում ենք փրկություն։ Երբեմն դա տենց ակնառու երևում է, երբ որ արվում է սիրտոքային վերակենդանացում, մեկ է տենում ես մարդը գիտակցության եկավ, աչքերը բացեց։ Բայց ստեղ էականը դա չի, ստեղ էականը կյանքին անմիջական վտանգը, սպառնալիքը հեռացնել, հնարավորինս հեռացնել, պահել կյանքը ոչ թե վերջնական փրկել այն, այլ հեռացնել անմիջական կյանքին վտանգ սպառնացող իրավիճակը, որպեսզի ժամանակ շահել, պահել այդ մարդուն մեր աշխարհում։ Ես դա պատահական չեմ ասում, մեր աշխարհում մոդելի պատկերավոր լինելու համար եմ ասում, մեր աշխարհում, որտեղ մեր աշխարհից դուրս մենք բան չենք հասկանում։
Կարանք անենք ենթադրություններ, կարանք ունենանք հիպոթեզներ, բայց կարող ենք նաև լսել մարդկանց տեսիլքները, որոնք կլինիկական մահ են ունեցել, եւ դա արկա է, բազմաթիվ վկայություններ կան, հազարավոր, միլիոնավոր վկայություններ կան, երբ որ մարդիկ տեսնում են կյանքի եւ մահվան շեմին գտնվելու ժամանակ որևէ տեսիլքներ։ Եվ իրանք մեզ պատմում են դա շատ հաճախ, երբ որ մենք բուժումից հետո էլի զրուցում ենք, հարցեր ենք տալի պացիենտին եւ այլ, երբ որ իրենք ունենում են այդ գիտակցությունը, իրանք մեզ պատմում են հետաքրքիր բաներ։ Բայց դա դժվար չի, բոլոր այսօրվա մեր ինֆորմացիոն աղբյուրներում կան YouTube-ում, Facebook-ում եւ այլ այդպիսի վկայություններ, ով ուզում է կարող է նայի աշխարհի տարբեր երկրներից այդ վկայությունները կա տարբեր լեզուներով։ Որն է այդ բանաձևը բժիշկ, որ կարողանաք եւ էմոցիաները եւ իրականությունը պացիենտի հարազատներին, ինչու ոչ նաեւ արդեն գիտակցության եկած պացիենտին այնպես ներկայացնեք, թեկուս ծանր վիճակում գտնվելու ռիսկերը, հա, ինչպես է կարողանում այդ բանաձևը գտնել, որպեսզի եւ խնայենք պացիենտի հարազատներին եւ պացիենտին թույլ չտանք, որ թեկուզ այդ ծանր լուրը իմանալուց հետո դեռևս կարողանա պայքարել, որովհետև շատ հաճախ նշում են, որ միջազգային պրակտիկայում նշում են, որ շատ հաճախ շատ կարևոր է, որպեսզի պացիենտը իրականում հասկանա, թե ինչ է կատարվում իր հետ, թեկուզ շատ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտը, եթե ունի գիտակցություն, նրան պետք է բացատրել, որ գործ ունենք շատ ծանր դեպքի հետ եւ դա շատ դեպքերում ըստ միջազգային պրակտիկայի օգնում է, որպեսզի նաեւ պացիենտը պատրաստվի այդ պայքարին, քանի որ դա ունի իր ժամանակը։ Տեսեք, օրինակ, նախ, որպեսզի մենք մարդուն փոխանցենք ինֆորմացիա, մենք պետք է հասկանանք, մարդը ի վիճակի է անցալելու այն, որովհետև կուրորեն կատարել ինչ որ գալուչկայի համար աշխատանք, դա էլ ճիշտ չի։ Այդ նրբությունը Այո, պետք է մենք նայենք մարդու աչքերին, պետք է իր համար, չէ որ մարդը անպատրաստ է, ինքը կարող է լսի լուրը միայն, որ իր հարազատը, ում որ ինքը շատ է սիրում, ծանրագույն իրավիճակում է, արդեն ինքը հոգեհուզական բարձր էմոցիոնալ լարվածության մեջ է։ Եվ այդ հոգեհուզական բարձր լարվածությունը պետք է կարողանալ հոգեբանորեն նվազեցնել։ Այսինքն ինտենսիվ թերապևտները, անեստեզիոլոգները, անհետաձգելի բուժօգնություն իրականացնող մասնագետները պետք է ինչ-որ միտեղ նաև կարդան կամ ուսումնասիրեն հոգեբանություն եւ կարողանան այդ կրիտիկական իրավիճակում կտրուկ հոգեհուզական խանգարում ունեցող մարդու վրա ներգործեն օգնելու համար իրանց։ Կամ ուղղակի երբ որ դիմացինը տեսնում է հարգանք, սեր, միջ անձնային, ուղղակի սեր տեսնում է, որ այս մարդուց ես հոգատարություն եմ զգում։ Ինքը արդեն մեծ աշխատանք է, արդեն ինքը վստահության համար լավ նախադրյալ է, որ ինքը հասկանում է, որ ես եկա մի տեղ, տեսա մարդիկ սինխրոն շարժումներ են անում, թիմը աշխատում է սինխրոն, ոչ թե շատ հաճախ հնարավոր է կրիտիկական իրավիճակում թիմը խառնվի ու սինխրոն չլինի գործողությունները, հնարավոր է, բայց ամեն մարդ էլի իմանա ինչ է անում, էլի արդյունք լինի, բայց պացիենտի հարազատի աչքով ինքը սինխրոնություն, հարմոնիկ շարժումներ չտեսնի, այ երբ որ ինքը տեսնում է այդ սինխրոնությունը, ասում է այս մարդիկ գիտեն ինչ են անում, ուտեղ իրանք մոտ լավ նախադրյալ է մնում, որ այո, ես տեսա, որ մարդիկ գիտեն ինչ են անում, մարդիկ զգոն են, գիտեն ինչ են անում, հետո շատ ճիշտ է գրագետ, մասնագիտական, խելամիտ, ճիշտ դիկցիայով, ճիշտ խոսքի արվեստով, հարգանքով, սիրով, դա արհեստական չես կարող անել, դա հնարավոր չի արհեստական անել, դա պետք է անել սիրով։ Մենք դա լուրջ աշխարհայացք է, հոգեփիլիսոփայական աշխարհայացք է։ Մենք չենք կարող օրինակ մտածել, որ շատերը կան օրինակ ասենք իրանք Աստծուն չեն հավատում։ Շատերը կան, որ մարդիկ ասում են, որ մենք աթեիստ ենք, մեկ ասում է ես թեիստ եմ, մեկ ասում է ես այս կրոնին եմ հավակնում, մեկը ասում է մենք
առանց արարիչի թույլտվության, արարչագործության մեջ չեն կարող խառնվել։ Եվ մեր աշխարհայացքը տարիների ընթացքում, դարերի ընթացքում փոխվում է, մասնագիտականն էլ է փոխվում, մարդու մոտեցումները փոխվում է, բայց սերը մնացել է նույնը։ Արարման օրվանից մինչև այսօր սերը եւ հարգանքը դիմացինի նկատմամբ, ակնածանքը մարդու կյանքի նկատմամբ եւ բարձր պատասխանատվությունը մնացել է նույնը։ Այդտեղ այդ դաշտում այ մարդու մտքի այդ բարձրության վրա ես թույլ տվեք ասել բարձրություն, ավելնորդ չեմ համարի դա ասել, հələ պետք է կարողանանք այդ բարձունքին հասնենք, բայց այդ բարձրության վրա ոչ լեզու է պետք, որ օտար լեզուով շփվելուց մարդիկ իրար մի հատ հայացքով իրար հասկանում են, ոչ ուսուցում է պետք փոխանինել, փոխանցել, մեկը մեկին հասկանալու համար, ոչ էլ որ պետք է ինչ-որ մեկի մոտ ասենք մանիպուլատիվ իրականություն ստեղծել, որ այդ մարդը քեզ ընկալի, ոչ մի բան պետք չի, մարդը նայում է քո աչքերին, ասում է խնդրում եմ էլի օգնի, իմ հարազատին արա, ես տեսնում եմ որ դու կարող ես, դու արա իմ հարազատին, ոչ մի բան երբեմն պետք չի խոսալ, դիմացինի վստահությունը վայելելու համար, բայց մենք գիտենք, որ վայելելը հեշտ է, քանց պահելը, որովհետև պացիենտի հարազատը կարող է գա տեսնի անկողինը հարդարված չի, ասի ես անուշադրություն եմ դա գնահատում։ Ես էլ ասում եմ հարգելիս, դուք աշխատանքային սեղան ունեք, այդ անկողինը մեր աշխատանքային սեղանն է, որը կարող է կոկիկ չլինի։ Դուք արդյունքին նայեք։ Մեր աշխատանքային սեղանը մարդու մահճակալն է։ Մեր աշխատանքային դաշտը վիրահատական սեղանն է։ Բա ինչի ենք մենք իրան սեղան ասում։ Կասեինք ուրիշ, չէ, ինչ որ վերաբերվում է կրիտիկական իրավիճակներում, մահճակալը դառնում է սեղան, աշխատանքային միջավայր։ Ինչպես եք կարողանում այդ անխափան այդ շղթան առաջ տանել։ Գիտեք, ես համեմատում եմ փոթորիկում խորտակվող նավի հետ։ Ու համարյա մեր հարազատներին, պացիենտների հարազատներին բոլորին կրիտիկական իրավիճակի բժշկությունը, ծանր կամ ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց սիտուացիան, իրավիճակը ներկայացնում եմ այդ մոդելով, որտեղ կա նավը հայտնվել է բարդ ալիքային, եղանակային պայմաններում, որը կարող է կործանվի այդ կառույցը։ Կառույցը ես համատում եմ պացիենտի մարմնի հետ։ Անձնակազմ, որ փորձում է այդ նավը փրկի եւ պացիենտի հասկացողությունը, հոգին, ինքը իր բնավորությունը, եթե ինքը գիտակից է, մեր թիմի անդամ է եւ հարազատն էլ է այդ թիմի անդամ եւ անձնակազմն էլ է այդ թիմի անդամ։ Այն մարդիկ, որ փորձում են այդ կյանքը փրկել, նրանք թիմի անդամ են։ Իսկ մարմինը այդ պացիենտի մարմինն է, որը պետք է փրկվի, այդ նավի կորպուսն է։ Եվ այդ գործողությունը չի սպասում ոչ մի նավաստի, որ ձեռները ծալած նստի, ինքը գործ է անում, ինքը չգիտի նավը կփրկվի թե չէ, որտեվ այդ նավի փրկությամբ իր անձն էլ է փրկվելու։ Ստեղ մի քիչ ուրիշ է, մենք մասնագիտական զգոնության, մասնագիտական ամբիցիայից ելնելով, շատ հարցերից ելնելով եւ մարդուն օգնելու եւ սեփական ամբիցիաների դրսեւորում, որ մարդ մի հատ ծաղիկ է ջրում, ուզում է որ այդ կանաչի ծաղկի ինքը տեսնի այդ արդյունքը, այդ պտուղը, չէ, այդ ծաղիկը տեսնի։ Մեր համար էլ այդ աշխատանքային արդյունքը այդ կյանքն է, այդ ծաղկունքն է, երբ որ մարդը շատ ծանր կրիտիկ վիճակից ինքը կյանքի է կոչվում նորից իր աչքերի փայլը տեղն է գալի, մենք այդ ամեն ինչը մասնագիտական ուրախություն է դա, ձեռքբերում է, դա էֆեկտ է, որը մենք տեսնում ենք ոչ պակաս, քան հարազատը կամ եւ այլը, եւ ոչ մի մասնագետ չի ուզի, որ ինքը
բան ենթարկվի պարտության, չկարողանա հաղթահարի։ Ոչ մի մասնագետ դա չի ուզի։ Դա անհնար է։ Ուղղակի անհնար է։ Ինքը չի կարող մարդ կոչվի։ Ինքը չի կոչվի մարդ եւ ինքը չի կարող աշխատել։ Ինքը մի վայրկյան չի մնա ստեղ։ Կթողի մասնագիտությունը, եթե զգա, որ իր սիրտը քարացել է։ Բժիշկ, օրական քանի պացիենտ եք ամենաշատը ընդունել եւ ամենաքիչը։ Գիտեք ինչ, շատ հետաքրքիր հարց եք տալի, ինքը բալանսավորված է։ Շատ պացիենտ ընդունել չի նշանակում շատ աշխատանք եւ քիչ պացիենտ ընդունել չի նշանակում քիչ աշխատանք։ Օրինակ, երբ որ մենք քիչ պացիենտ ենք ընդունում, նշանակում է մենք մահճակալները զբաղված են, իսկ մահճակալներին պարկած են պացիենտներ, որոնք արդեն իսկ շատ աշխատանք է։ Так что դա կարելի ասել դա բալանսավորված պետք է նայել այդ հարցին։ Երբ որ մենք շատ պացիենտ ենք ընդունում, մենք նշանակում է մենք կարողանում ենք այդ պացիենտներին ընդունել։ Բացի աղետային իրավիճակներից։ Այլ մեր հիվանդանոցը եւ մեր երկրի բոլոր հիվանդանոցները իրանք ունեն հատուկ աղետային իրավիճակներում աշխատելու ուղեցույց, ոնց պետք է անեն, ոնց պետք է ազատեն մահճակալները, ոնց պետք է ընդունեն հրդեհի ժամանակ էվակուացիա անեն, տեղից տեղ տեղափոխեն եւ մենք ունենք այդպիսի փորձեր, երբ որ խնդիր է եղել, ասենք հոսանքների բանի այդ պատճառով մեր Երևանի բժշկական կենտրոնն օգնել շատ կլինիկաներ օգնել են եւ մենք էլ պատրաստ ենք իրանց օգնելու, իհարկե Աստված մի արածցե այդպիսի սիտուացիաների առաջ կանգնենք, բայց այդ դեպքում բժշկական համակարգը ինքը մի բուր է դառնում։ Ես օրինակ այս 30 տարվա ընթացքում մենակ դա եմ տեսել։ Բժիշկ, եւ վերջում խոսենք Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության ծառայության հագեցվածության մասին։ Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը ինքը 10 տարեկան է։ Այս կենտրոնի վերազինելուց, վերաբացվելուց հետո եւ մենք ստեղծել ենք այս ծառայությունը ելնելով մեր սցենարից, օրինակ մեր հիվանդանոցի եղած հնարավորություններից, շենքային հնարավորություններից եւ ստեղծել ենք ճանապարհներից, ինչքան կարող է բան մոտենա մեզ շտապօգնության մեքենա, ինչքան ընդունենք, ինչքան ճանապարհենք, այդ շահ մենք հաշվարկներ ենք արել մեր տնօրինության հետ եւ ստեղծելու համար, որպեսզի իմանանք մենք ծավալային աշխատանքների ծավալներ, օրինակ ինչ մահճակալային, ինչ ֆոնդ պետք է ունենալ, որպեսզի իրականացնել դա, ինչ պացիենտներ են գալու հիմնականում, ինչ վիրահատություններ կարող ենք մենք անել, որ այդ պատրաստ լինենք այդ պացիենտներին նախ եւ հետ վիրահատական զննում իրականացնելու համար, որպեսզի հասցնենք։ Եվ դա հղկվե վերելա, որ մենք միջև վերջ կիրառում ենք մեր ռեսուրսը, մենք չունենք ռեսուրս, որը որ պարապուրտի է մատնված, թե մահճակալ։ Բայց ես պետք է ասեմ, որ տեխնիկապես մենք հագեցած հիվանդանոց ենք։ Կարող եմ դա ասել։ Ես չեմ սիրում այդպիսի ռեկլամներով զբաղվել, բայց ես կարող եմ ասել, որ մենք մեր առջև դրած խնդիրները ներկա պահին կարողանում ենք իրականացնել։ Եվ այդքան ռեսուրս ունենք, այդքան հագեցվածություն, որ մենք կարող եմ նույնիսկ երբեմն ամբիցիոզ պլաններ ունենանք, մտքեր ունենանք եւ դա էլ իրականացնենք։ Այդքան բավականաչափ հագեցվածություն ունենք գործիքային եւ ապարատային, ֆոնդային, մահճակալային եւ այլն։ Բայց ամենակարևոր ռեսուրսը մեր դա մարդկային ռեսուրսն է։ Դա մարդն է, որ իրականացնում է իր ծառայությունը։ Մարդը, որովհետև ինքը փոփոխական է, ինքը կարա հոգնի, ինքը կարա մասնագիտական այլվածության մեջ հայտնվի, ինքը կարող է պսիխոէմոցիոնալ սիտուացիա ունենա, պետք է մարդուն էլ մենք էլ մենեջերներից կախված է այդ հոգատարությունը, այդ հարգանքը եւ որպեսզի մենք կարողանանք մարդկանց շարք վերադարձնենք, պետք է այդ հոգատարությունը ցուցաբերենք ժամանակ առ ժամանակ։ Հանգստի ժամերը, հոգնածության աշխատանքի լարվածության ժամերը կոմպենսացնելով եւ այլ եւ այլ։
Դա կարևոր աշխատանք է, մենք մեր բուժքույրական եւ միջին եւ բժշկական պերսոնալի համար այդ հարցով անհանգստանում ենք, մտածում ենք եւ նրանց ուսուցումը, երբ որ մարդը մասնագետը տրեյնինգ անցած է ալնում, ուսուցում ստացած է լինում, գիտելիք է ունենում, ինքը չի հոգնում։ Ինքը հեշտ չի գնում այրվածքի, հոգեհուզական այրվածքի նկատի ունեմ։ Ինքը շատ վինոսլիվի է, որովհետև ինքը գիտի ինչ է ուզում, գիտի ինչ է անում, շատ էներգիա չի ծախսում, որտեվ երբ որ մարդը գիտելիքի պակաս է ունենում, ընկնում է վախի մեջ, վախը գալիս է ինֆորմացիայի պակասությունից։ Վախի մեջ ընկած մարդը սկսում է աշխատել իր կյանքի, իր փրկության ռեժիմի մեջ է մտնում։ Բաժանմունքի ղեկավար Հայկ Անտոնյանը խոստովանում է, այն, որ այսօր Աստղիկ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը անմրցելի է իր նվիրյալ Հիպոկրատներով, դրան ամենօրյա աշխատանքով եւ խստապահանջ մոտեցումով նպաստում է բացառապես բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Մարադիչը։ Եվ վերջում պետք է անպայման ավելացնեմ, որ այդ լիդերության տենդենցիան գալիս է մեր ղեկավարից, ինքը լավ առաջնորդ է եւ մենք էլ շարունակում ենք այդ առաջնորդական էներգիան փոխանցում ենք մեր կրտսերներին եւ ինչի նկատի ունեմ լավ առաջնորդ ասելով, երբ որ ինքը կարող է կտրուկ իմաստուն որոշումներ կայացնի։ Կտրուկ իմաստուն որոշումները շատ արդյունավետ են եւ ուղղակի մեր տնօրենը, ով ղեկավարում է մեր Աստղիկ բժշկական կենտրոնը, ինքը ունի այդ ձիրքը եւ մենք հետեւում ենք այդ ամեն ինչին, որովհետեւ երբեմն բազմաբնույթ անալիտիկ մտածողության եւ լուծումների կարիք ենք զգում եւ մենք տեսնում ենք տաղանդավոր կողմնորոշում, տաղանդավոր մոտեցում մեր ղեկավարի կողմից։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։